Մխիթար Սեբաստացու եւ Մխիթարյանների առաքելության նշանակությունը հայ կրթալուսավորչական տեսանկյունից անհնար է գերագնահատել։ Սուրբ Ղազարը վերածվեց հայ կրթության եւ մշակույթի վերածննդի կենտրոնի։ Մխիթարն ու նրա հետևորդները երբեք չնահանջեցին խոչընդոտների, դժվարությունների առաջ, երբեք չշեղվեցին իրենց առաքելությունն իրականացնելու ճանապարհից։ Մխիթար ապահայր գրավոր մշակույթի հարթակին վրա ամբողջական հումանիզմը ստեղծեց։ Այնպիսի հումանիզմ է սա, որ մխիթարյան հայրերը զբաղեցան նաև մեղվապուծությամբ, նավավարությամբ, դոմարագալությամբ, երկրագործությամբ, հողը մշակելու, փերք արդատրելու բոլոր մեթոդներով եւ հնարավորություններով, որբեսի հայ ժողովուրդը ամբողջությամբ վերադառնար, ոչ միայն հայ ժողովուրդը դառնար գլուխը բավական մեծած, բայց մարմինը վդիտ մնացած, կամ ընկերային հասարակական կյանքը վդիտ մնացած մի իրականություն։ Այլ հայ ժողովուրդը ըստուքիվ մարմնով եւ հոգիով ամբողջությամբ մեծանար։ Այս էր Մխիթարի եւ իր հաջորդներուն հիմնական գաղափարականը։ Այս լքված ու անմարդաբնակ կղզում գտավ իր հանգրվանը մեծն Մխիթարը, որ պետք է այն դարձներ ծաղկուն մենաստան եւ հայկական գիտամշակութային կենտրոն։ Անդուլ եւ ջերմերանտ աշխատասիրության, աննկարագրելի զոհաբերությունների ու զրկանքների շնորհիվ կառուցվեցին ու վերաշինվեցին կղզու միաբանական շենքերը, 3 տարի ընթացքում միաբան հայրերի ջանքերի շնորհիվ կղզու տարածքը ընդլայնվեց, հասնելով 30,000 քառակուսի մետրի։ Վանքը տարիների ընթացքում ընդլայնվում է, կառույցներին ավելանում են թանգարանը, պատկերասրահը, ձեռագրատունը եւ դիվանը, միաբանության արխիվը։ Մխիթար Սեբաստացու եւ Մխիթարյանների առաքելության նշանակությունը հայ կրթալուսավորչական տեսանկյունից անհնար է գերագնահատել։ Սուրբ Ղազարը վերածվեց հայ կրթության ու մշակույթի վերածննդի կենտրոնի։ Մխիթարն ու նրա հետևորդները երբեք չնահանջեցին խոչընդոտների, դժվարությունների առաջ, երբեք չշեղվեցին իրենց առաքելությունն իրականացնելու ճանապարհից։ Սուրբ Ղազարի բազմահազար այցելուները ծանոթանում են բացառիկ հավաքածուի, հայկական ժառանգությունից բացի Մխիթարյան հավաքածուն հարուստ է նաև եվրոպական եւ մասնավորապես իտալական արվեստի եզակի նմուշներով։ Այստեղ ուսումնասիրություններ են կատարել գիտության, մշակույթի ու արվեստի համաշխարհային դեմքեր, Սուրբ Ղազար են այցելել եւ այցելում եվրոպական տերությունների միապետներ։ Մինչև հիմա էլ կղզում սրբորեն են պահվում նրանց պատմական այցելությունների հետքերը։ Օրինակ այս մեկը Լորդ Բայրոնի աշխատասեղանն է։ Այստեղ են ծնվել մեծ գրողի Մանֆրեդն ու Չայլդ Հարոլդը։ Դարերի ընթացքում կուտակված մշակութային հարուստ ժառանգությունն այստեղ միաբան հայրերը սերնդեսերունդ սրբորեն են պահում ու պահպանում։ Մխիթարյան մայրավանքի մատենադարանում պահպանվում է մոտ 4500 անգնահատելի ձեռագիր։ Մխիթարյան ձեռագրատան հավաքածուն լիովին մատչելի է բոլոր ուսումնասիրողների համար։ Երաժշտագետ Հայկ Սարգսակ Ութունջյանը, որը դասավանդում է մի շարք բուհերում, պարբերաբար այցելում է հայոց կղզի։ Շարագնոցները բաժնել զանազան խմբավորումներու վերջին այցելությանս բարեփոխությունը ունեցա գտնելու զանազան ընթորինակություններ նարեգացվող որոշ տաղերու, որոնք կբարնագեին որոշ դուներ եւ այլ հատվածներ, որոնք ցարտ անձանոթ էին եւ լույս տեսած չէին։ Չուսումնասիրված հայկական եւ եվրոպական մի շարք աշխատություններ վանքի դիվաններում այսօր էլ սպասում են իրենց հերթին։ Միջնադարյան հայ հոգևոր մշակույթի բազմակողմանի ուսումնասիրությունը առ այսօր կարևորվում է ինչպես հայ հոգևոր երաժշտության, այնպես էլ արևելաքրիստոնեական մյուս եկեղեցիների երաժշտության հետ ունեցած առնչությունների հետազոտման տեսանկյունից։ Այստեղը այս աղոտքի շարունակական շղթան թարերով բամն է, որ մեզ գմիացնե մեր հայրերուն հետ եւ ես պիտի ասեի, որ թեև այստեղի ցերակիրները եւ երաշտական ժառանգությունը թանկարժեք են, ինձ համար առավել եւս արժեք ունի այն հոգեվոր դարաձույթը, այն հոգեվոր մթնոլորտ չերմերանտությունը, որ դեղի կունենա սրբագենցաղ վանականությունը, որ հոս կշարունակվի, ինչպես եւ Վիեննալ։ Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումների հարթակ է եղել Սուրբ Ղազարը, դառնալով մեծ եղեռնի ճանաչման ու դատապարտման հայ դատի համար պայքարի առանցքային խոսափողներից մեկը։ Այս տարվա ապրիլի 24-ին կղզու քարահատակում եվրոպացի բազմահազար այցելուների առաջ բացվեց ցեղասպանության մասին պատմող հերթական ցուցահանդեսը։
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատան հետ համատեղ Մխիթարյան միաբանության ցուցանմուշներից շատերը հանրության առաջին անգամ էին ներկայացվում։ Մեր գլխավոր նպատակը եղավ այս ցուցահանդեսը կազմակերպելու Սուրբ Ղազարի մեջ նկատի առած բազմահազար հայորդիներու եւ նաեւ մասնավորապես իտալացի այցելուները ուզեցինք մասնակից դարձնել նաեւ զիրենք այս մեր ասկային պատմության եւ մասնավորապես ուզեցինք նաեւ որ այս ցուցահանդեսը լա շրջուն ոչ միայն Սուրբ Ղազարի մեջ այլ նաեւ շրջեցնենք տարբեր քաղաքներ Իտալիո արդեն իսկ կան տարբեր թիմումներ ոչ միայն Իտալիա այլ նաեւ արտասահման Մտահոգիչ է այս ամենը, շատ հուզիչ էր տեսնել ցուցահանդեսի լուսանկարները, մանավանդ հեռագրերը, որտեղ ցուցմունքներ են տրվում, ինչպես իրականացնել ցեղասպանությունը։ Անհավատալի է, որ տակավին այսօր այս եղելությունները շարունակում են տեղի ունենալ։ Թուրքերը քանդում են խաչերը եւ շարունակում են ցեղասպանությունը հայերի նկատմամբ։ Երբ տեսնում եմ մի ժողովրդի պատմությունը վերիվայրած ու կործանված մնում ես ապշահար։ Երբ խոսում ենք 1.5 միլիոն մեռյալների մասին, միտքս չի կարողանում հասկանալ ինչ է նշանակում։ Թիվը դառնում է անբացատրելի։ Զբոսաշրջիկների խմբերի հոստն անդադար է Սուրբ Ղազար։ Վարդապետ Հայր Համազազբ Քեշիշյանը եւ հոգեվոր եղբայր Աքսել Ոսկանյանը ուղեկցում են այցելուներին ու մեծ սիրով մի քանի լեզվով ներկայացնում կղզու հայկական տարեգրությունն ու այստեղ ամբարված ժառանգությունը։ Ընդհանրապես կուքան այստեղ որբեսի հայկական իրականություն տեսնեն, բայց կտեսնեն այստեղ նաեւ դարբեր մշակույթներու հետ առնչված արժեքներ, որովհետև ինչպես այստեղ արևմուտքի մեջ դարբեր վանքեր կբահբանեն մշակույթը, նաև Մխիթարյան միաբանությունը հինեն իվեր Մխիթարի օրեն մինչև օրս պծախնդիր է արժեքներու եւ մարդկային, ինչպես նաև հոգևոր քրիստոնեական արժեքներու բահբանման եւ մանավանդ ադոնց փոխանցման հայ ժողովրդի զավակներուն։ Գիտական ուսումնասիրություններից բացի հայվանականներն այստեղ զբաղվում են նաև հին ավանդույթների վերականգնմամբ։ Հայր Արեստակեսը վերջին տարիներին հանձն է առել Սուրբ Ղազարի նշանավոր Մուրաբայի Վարդանուշի պատրաստման առաքելությունը։ Վանքի այցելուները ոչ միայն համտեսում, այլև իրենց հետ են տանում Վարդանուշը որպես քաղցր հուշ Սուրբ Ղազարից։ Ահա այսպես պահպանելով ու հարստացնելով հսկայական գիտահետազոտական ու մշակութային ժառանգությունը Մխիթարյան հայրերը ոտք են դնում իրենց պատմության 4-րդ 100-ամյակ նոր վերածննդի հույսով ու հավատով։ Մխիթարի հետևորդները հավատարիմ իրենց ուխտին վճռական են դիմակայելու դարի նոր մարտահրավերներին։ Նրանք նոր հերթափոխ են պատրաստում այդ առաքելության համար, ձեռնադրում նորընծա քահանաների, կրթում հոգևոր եղբայրներին, որոնք էլ դառնալու են Մխիթարյան նշանաբանը սրբորեն կատարող արդեն հաջորդ սերունդը։ Հավատարիմ ծառայել հայ ազգին, Աստծո միջոցով հայրենիքից հեռու հայրենյաց համար։ Լուսինե Մկրտչյան, Հակոբ Փափազյան, Առաջին ալիք, Վենետիկ, Երևան։ Այսքանն էինք առանձնացրել առաջին լրատվականի շաբաթվա ամփոփիչ Կիրակնուրա թողարկման համար։ Կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց, նույն տեղում, նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։